Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիո լսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, եթերում դիվանագետ Արա Պապյանի Modus Vivendi հեղինակային հաղորդումն է։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնեց Վատիկան Հռոմի Պապի հետ հանդիպելու համար, որովհետև կարծես թե տարաձայնությունները սրվեցին։ Դոնալդ Թրամփը մեղադրում էր Հռոմի Պապին Իրանի կողմից հայտարարություններ անելու համար, հօգուտ Իրանի, եւ կարծես թե այս ամեն ինչը լինում է եւ Իրանում լարվածության ֆոնին եւ Վատիկան-Վաշինգտոն հարաբերությունների տարաձայնությունների ֆոնին։ Սա ինչ է ենթադրում արդյոք Վատիկանը փորձում է միջազգային տարաձայնությունների եւ այդ խնդիրների ֆոնին ավելի մեծ դեր ունենալ եւ ստանձնել։ Նախ ուզում եմ նշել, որ Ռուբիոն ընդհանրապես հանդես է գալիս քաղաքական հրշեջի դերում։ Սա առաջին անգամ չէ, որ Թրամփի կամ Վենսի ավելի կոշտ հայտարարություններից հետո ինքը գնում է եւ փորձում է դիվանագիտորեն հարթել։ Եվ կարծում եմ նման խնդիր իր առջև դրված, որպես դիվանագետ, բավականին փորձառու ժամանակին սենատոր ա եղել, շատ ավելի մեծ փորձ ունի այդ հարցերում, ինքը պիտի այս խնդիրները լուծեր։ Վատիկանը միշտ է փորձել եւ միշտ էլ ունեցել է մեծ դերակատարություն համաշխարհային հարաբերությունների մեջ։ Գիտեք, ավելի անհամեմատ ավելի, քան կարող է շատերին թվայի, վերջո քրիստոնեությունը առայժմ մնում է թիվ 1 ամենամարդաշատ կրոնը, իսկ քրիստոնեության մեջ կաթոլիկությունն է մնում դա այդպիսին որպես առաջատար, իսկ Հռոմի պապն էլ այնտեղ աներկվա թիվ 1-ն, այսինքն որևէ, ասենք, քննարկում չկա, օրինակ, ի տարբերություն ավետարանական եկեղեցիներին, որտեղ գիտեք չկա մի ղեկավար, առաջնորդ, ամեն ավետարանական եկեղեցի իր առաջնորդն ունի, կաթոլիկ եկեղեցին այդպես է։ Հետևաբար ինքը գնում է հարթելու այս վիճակը, որովհետև ամերիկացիները լավ են հասկանում, որ ամեն պարագային, ինչքան էլ Եվրոպան այսօր իրենից դեռևս ռազմական ուժ չի ներկայացնում, այնուհանդերձ դա երրորդ Չինաստանի հետ տնտեսական ուժն է, բացի այդ Եվրոպան պետք է Միացյալ Նահանգներին, ինչպես Միացյալ Նահանգները Եվրոպային են պետք հակակշռել համար եւ Չինաստանին եւ Ռուսաստանին։ Այսինքն բանակ, ասենք, ընթացիկ դիվանագիտական հարաբերությունների հարցեր, մեկը վատ ոստիկանի դերախաղում, ավելի շատ Թրամփն ու Վենսը, իսկ Ռուբիոն ավելի բարի ոստիկանի դերն է կատարում։ Կարծես թե բոլոր պատերազմներում, ներկայի բոլոր պատերազմներում, թե Իրան-ԱՄՆ, թե այս դիվանագիտական պատերազմներում մի անգամ դուք Իրանի մասին խոսելիս էլ առաջ քաշեցիք այս կրոնական եւ հավատքի վերաբերյալ, որ փորձում են նույնիսկ արդեն մշակութային հավատքի կողմից էլ պայքարել, արդյոք այս փափուկ դիվանագիտությունը իրոք դառնում է առաջնային, ինչպես հենց այս ոլորտում, այս դեպքում Վատիկանը, որովհետեւ եթե միայն նայենք ուղղակի հայտարարություններին, նա ամերիկացի է եւ Դոնալդ Թրամփը նրան մեղադրեց, բայց կարծես թե Վատիկանը փորձում է նաեւ այդ կրոնական կողմը բերել եւ հաշտեցնել այս պատերազմը։ Նախ ուզում եմ նշել, որ կրոնը միշտ էլ մեծ դեր է ունեցել միջազգային հարաբերությունների մեջ։ Մենք ենք ինչ-որ չափով անտեսել, օրինակ շատ սովորական է, չէ՞, մեզ համար, որ ասենք իսլամական համագործակցության երկրների կազմակերպություն կա 57 երկիր, ասենք թուրքական պետությունների կա, բայց քրիստոնեական չկա, ասենք, բանը։ Դրա համար մեզ համար հենց որ Վատիկանը, ասենք, ավելի ակտիվանում է, դա մի տեսակ ավելի նկատելի է դառնում։ Էլ չեմ խոսում, որ կրոնը բնականաբար միջնադարում կրոնի տեսքով էր բոլոր հակասությունները դրսևորում։ Օրինակ 1502 թվականին Շահ Իսմայիլը, Իրանի շահը, ընդունեց շիիզմը որպես պետական կրոն։ Հիմա հարցը այն չի, որ որոշակի տարբերություն կա եւ այն հարցն այն է, որ արդեն մեջքը ուղող Իրանը պիտի փորձեր Օսմանյան կայսրությունից ավելի անկախանալ, որովհետեւ Օսմանյան կայսրությունը հզորանում էր, դա 1502 եմ ասում, եւ արդեն նկատել էր, որ իսլամի առաջնորդը պիտի դառնա Սուլթան Խալիֆը, եւ 1517-ին, երբ որ գրավեցին Եգիպտոսը մամլուքների պետությունը կործանեցին, Սուլթան Խալիֆը դարձավ նաեւ իսլամական աշխարհի առաջնորդը։ Դրա համար, ոնց որ ասած, կանխելով այդ բանը, իսկ իրանցիները երբեք չեն ուզեցել թուրքերի իշխանության տակ, շիիզմը հայտարարեցին պետական կրոն։ Ինչպես ժամանակին, օրինակի համար, երբ որ մենք առաջի քրիստոնեների դարանք, ինչու մենք մոռանում ենք, որ ովքեր էին Հայաստանում իշխում,
նույն պարթև արշակունները, որ Իրանում են իշխում, եւ մենք այնքան ենք իրար մոտեցել, որ եւս մի երկու դար այդպես եւ մենք ձուլվելու ենք դառնանք նույնը, դրա համար միշտ պիտի տարբերակվես, միշտ պիտի քեզ զանից ինչ որ տարանջատես, որսի գոյություն ունենաս, այդ եղել է, բայց դա միևնույն ժամանակ ծնում է հակասություններ։ Իսլամի պարագային, քանի որ իսլամը հանդես է գալիս համաշխարհային տիրապետություն հաստատելու օչերով եւ սկզբունքներով եւ առ այսօր ի վերջո ջիհադի բուն նպատակը դա միշտ լինելու է հակասություններ բախումների աղբյուր։ Ուրիշ բան, որ քրիստոնեությունը շատ ավելի սառը պատերազմի տարիներին, կամ ես կասեի անգամ սովետական միության ստեղծումով մի տեսակ նահանջ էր ապրել եւ մի տեսակ գաղափարախոսական հակասությունների մեջ էր, այսինքն սովետական միության գլխավորությամբ արևելյան բլոկը եւ արևմտյան բլոկը, հետո ՆԱՏՕ եւ այլն այս ամբողջը։ Հիմա այդ սոցիալական գաղափարախոսությունները նահանջ են ապրել եւ բնականաբար գալիս է կրոնը մեջտեղ։ Այստեղ մեզ համար հնարավորություններ է բացվում։ Հայաստանը որպես առաջի քրիստոնյայի երկիր, Հայաստանը որպես մարդկության օրրան, մենք մոռանում ենք դրախտը եղել է Տիգրից եւ Արաքսկետերի միջև, մարդկությունը փրկվել է Արարատ լեռան գագաթին, եւ սա հարց է, որը հավատացյալ քրիստոնյայի համար, իսկ հավատացեք, որ բոլոր երկրներում դեռ բավականաչափ շատ են նրանք։ Իսկ Հայաստանը կարող է միջազգային ոլորտում իր դեր ավելի ամրապնդել հենց այս կրոնի հավատքի միջոցով։ Իհարկե կարող է։ Օրինակ ես ժամանակին առաջարկել էի, դուք հիմա Հռոմի Պապի մասին եք ասում, ես ժամանակին առաջարկել էի եւ 18-ին միամտություն ունեցա նաեւ այս բան առաջարկելու Նիկոլ Փաշինյանին, որտեվ ես մինչ այդ հարցը քննարկել էի եւ իրանցիների եւ ամերիկացիների հետ, որ Հայաստանը հանդես գա նախաձեռնությամբ, որպեսզի Երևանը դառնա իրանցիների եւ ամերիկացիների հանդիպման եւ բանակցային երկիր, հաշվի առնելով հենց Իրանի միակ քրիստոնյա սահմանակից երկիրը Հայաստանն է, դրանով Իրանը հնարավորություններ ցույց տալու աշխարհին, որ իր խնդիրը ճիշտ այն իսլամական երկիր է, բայց քրիստոնեության հետ չի, տեսեք ինքը Հայաստան է գալիս եւ նայել ամերիկացիների հնարավորություններ, երկու կողմերն էլ համաձայն էին, բայց հարց հետեւյալ ասացին, իսկ ում անունից հանդես գալու, ասես իմ անունից, ասեցին չի լինի։ Թող իշխանությունները նախաձեռնությամբ հանդես գան, մենք ոնց որ ասած սա նկատի կունենանք, բայց ասում եմ վերաբերմունքը ընդհանուր դրական էր։ Դե ես իշխանություններին առաջարկեցի, դա չխ, այո, կարող է։ Այսինքն ես այդ մի օրինակ բերի, որ պետք է նախաձեռնություններ ցուցաբերել։ Օրինակ, ես վերջերս Զագրեբում եմ, այնտեղ քննարկեցի մի շարք բարձրաստիճան ներկա եւ նախկին անձանց հետ, եւ թեմաներից մեկը, երկու թեմա մենք քննարկեցինք եւ նախնական համաձայնության եկանք, այսպես գիտաժողով համաժողովներ կան, մեկը արևելյան քրիստոնեության հետապնդումները, որ կարևոր է, այսինքն եւ խոսքը մենակ հայ եկեղեցու մասին չի, խոսքը դապես միջին արևելքում մենք տեսնում ենք, չի, ասենք Սիրիայում այնտեղ հետապնդումներ կան եւ այլն, կամ հակառակը, օրինակ Իրանի պարագայում հայերի նկատմամբ հետապնդում չկա, եւ մասնավորապես մենք նպատակ ունենք, որտեղ այդ թեմայով սկսեցին, նաեւ հենց այդ օրերն էր, երբ որ Ստեփանակերտի մայր տաճարը քանդեցին, մենք այդ էինք առաջվողում, այսինքն իմ անկախ ամեն ինչից միջազգային բոլոր կոնվենցիաներով հուշարձաններ, անգամ նոր կառուցված պաշտամունքի շենքերը պաշտպանության տակ են գտնվում միջազգային։ Անհեթեթ պնդումը, որ իբր թե նոր է կառուցվել, բան կապ չունի։ Ինքը պաշտամունքային շենք է, նա միջազգային պաշտպանության ներքո է գտնվում։ Այսինքն նման նախաձեռնություններով պիտի հանդես գա, տեսեք, երբ որ հետևում ես Ադրբեջանին, Ադրբեջանը պարբերաբար անգամ քրիստոնեության վերաբերյալ նման հավաքներ է անում։ Ինքը ստեղծել է կեղծ աֆղանական եկեղեցի, որը վաղուց ի վեր գոյություն չունի, աղվանքը վաղուց չկա, արդեն մի 1000 տարի է եկեղեցին ընդհանրապես 600 քանի թվից գոյություն չունի, ինքը միավորվել է եկեղեցու հետ, բայց իրենք անում են, ինչու, որովհետև իրենք ուզում են դրանով տեր կանգնել հայոց ժառանգության, այսինքն բոլոր եկեղեցիները հայտարարել իրենցը, իրենք Բարթողոմեոսին հայտարարում են, որ նա տեսեք, դա Ադրբեջանի սուտն է եւ ցավոք սրտի ռուս պրավասլավ եկեղեցին այդ հարցով իրենց պաշտպանում է, հիշենք, որ 25-ին էր թե 24-ը, բայց հիշում եմ օգոստոս ամսին էր, որ Պուտինը գնաց այնտեղ,
տարան հենց այդ նույն եկեղեցին ռուսական այնտեղ հայտարարեցին, ճիշտ է ինքը չէր հայտարարողը, բայց ռուս եկեղեցու թեմական առաջնորդը հայտարարեց Պուտին ներկայությամբ, այլ լուր լսում էր գլուխեր թափահարում, որ Բարտուղումեոսը, Սուրբ Բարտուղումեոսը դա Ադրբեջանի սուրբն է, այնինչ Թատևոսն ու Բարտուղումեոսը դա հայ առաքելական եկեղեցու հիմնադիրն է, ասած որ նա ես սրանք օրինակներ եմ դերում, որ պարզ լինի, որտեղ շատերը կլսենք, ասեն դա ինչ որ վերացական չէ, մենք տեսնում ենք, որ այդ ամբողջը մեր շրջապատում աշխատում է։ Նույն անցյալ տարի Ստամբուլում կայացած իսլամական համագործակցության երկրների համաժողովի ժամանակ Թուրքիան որտեղ ունեցավ Ադրբեջանը 5 բանաձև ներկայացրեց եւ ընդհանուր հայտարարության մեջ 26-րդ հոդվածը հայերի դեմ այդ հոդվածն էր, որը անցկացրեց 57 երկրներ միաձայն քվեարկեցին ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստան 100,000-ավոր ադրբեջանցի եւ ամրագրեցին Ես էլ ի պատասխան նրանց, որ ասում են, չէ, դա քարոզչություն չի, դա լուրջ փաստաթղթերում արդեն ամրագրված է։ Հետևաբար մենք պիտի այդ ուղղությամբ աշխատանք տանենք։ Անկախ դրանից վաղը մենք Արցախի հարցը ոնց ենք լուծելու, շփտի դու ճշտամուտ թողես, որ ինքը քո դեմ կառուցի փաստարկների եւ կրվանների մի այսպես անսասան պատ, որ հետո դու վաղը չկարողանաս բանանես, այդ պատը հաղթարես։ Ի վերջո Ես ասել եմ մի անգամ եւս կրկնեմ, մենք Արցախի պատերազմում պարտությունը մի շարք պատճառներից մեկը այն է, որ նրանք կարողացան աշխարհին համոզել, որ Արցախը դա դե յուրե Ադրբեջանի մաս է եւ իրենք ազատագրում են Արցախը։ Էլ չեմ ասում պատմականորեն այնինչ մենք պիտի հակառակը ապացուցեինք, ինչին ես ասել եմ, որ դա Հայաստանի Հանրապետության տարածք էր եւ դե յուրե եւ դե ֆակտո։ Միջալոց դա նաեւ օտար երկրներն էին ճանաչում նաեւ արևմտյան, այսինքն ցանկացած անձ Ստեփանակերտի գրանցումով, Մերձորի գրանցումով գալիս էր այստեղ եւ Միացյալ Նահանգների, Գերմանիայի կամ չգիտեմ Ֆրանսիայի դեսպանատնից վիզա էր ստանում եւ գնում էր։ Ոչ ոք նրան չէր ասում գնա Բաքու ստացի, դուք Ադրբեջանն եք, նրանք ճանաչում էին որպես Հայաստանի Հանրապետության մաս, բայց քանի որ սխալ քաղաքական գիծ տարվեց անկախ Արցախի, որը հանգեցրեց կործանման, որտեղ որևէ մեկը ակնհայտ էր, որ Արցախի անկախությունը չէր ճանաչելու։ Վերադառնալով Վաշինգտոնի թեմային, Միացյալ Նահանգներ եւ Իրան հակամարտությունը դեռևս շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում եւ Դոնալդ Թրամփը ամբողջությամբ անընդունելի համարեց Իրանի արձագանքը եւ պատասխանը Միացյալ Նահանգների առաջարկին եւ ասաց, որ Վաշինգտոնը կարող է ավելի կոշտ արձագանք տալ։ Դուք մի քանի անգամ նշել եք, որ այս պատերազմը կարող է շարունակվել մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր, այսինքն մինչև աշուն, եւ արդյոք Թրամփը ակնարկում է արդեն ուժի կիրառման կրկին, թե այնուամենայնիվ այս պատերազմը դիվանագիտական ոլորտով եւ դիվանագիտական աստիճանով կշարունակվի։ Չէ, այս պատերազմը պատերազմի միջոցներով է շարունակվելու, պարզապես կլինեն սրացումներ եւ ավելի մեղմացումներ։ Ինչու Թրամփը միանգամից այսքան լուրջ քայլերի չի դիմում եւ իշխանապողություն չի անում։ Տարբեր պատճառներ կա։ Պատճառ առաջին՝ Իրան հաղթանակ պետք է ընտրություններից անմիջապես առաջ, որը նոյեմբերին պիտի կայանա, որովհետեւ գիտեք, հաղթանակը շուտ փչացող ապրանք է, հատկապես դիմացը ամառա, այդ որ այսօր հաղթես, հետո 4 ամիս հետո բոլորը մոռանալու են այդ հաղթանակը, դու չես կարող ծախել ժողովրդի վրա։ Իսկ դու դա պիտի ծախես հրեական եւ իրանական համայնքի վրա, որոնք շատ կարեւոր են։ Մյուսը այն, ինչքան գործընթացը երկարում է, այնքան այդ արաբական երկրները շատ զենք են առնում Ամերիկայից։ Որովհետեւ Իրանը պարբերաբար խփում է, նրանք էլ ճիշտ է, մեծ մասը ոչնչացնում են, բայց մի մասը հատուկ չեն ոչնչացնում, որ ընկնի այդ տարածքի վրա, որ վախենան զենք առեն։ 8 միլիարդի զենք ծախեց միանգամից։ Չորրորդը նավթի գների բարձրացումը ձեռնատու է Միացյալ Նահանգներին։ Վենեսուելայի նավթը, որը աշխարհի ամենաշատ պաշարն նավթը, ով ավաճառում Միացյալ Նահանգները։ Այսինքն այն մարդիկ, որոնք ասում են, բա տեսեք, այսքան երկար չի երկարում, այսինքն այդպես է ձեռտալի, այդպես են ոնց որ ասած իրականացնում, ձեռի ընթացքում էլ ասենք այն թիրախները, որոնք պետք է հիմնականում դրանք ռազմական, ռազմաարդյունաբերական են, ոչնչացնելով գնում են։ Մյուս կողմից էլ դա պիտի արվի զգուշավորությամբ, որովհետև դա արդեն ես կարող եմ պնդել ամերիկան բավականին վստահելի ներքին աղբյուրներից, երբևէ խնդիր դրված չի եղել Իրանի տրոհման ընդհակառակը։ Իրանը պիտի մնա, այսպես ասած, անսասան այս սահմանների մեջ, իրանց դա ձեռ է տալիս, որտեղ Իրանինაც պետք է հաջորդ պատերազմի ժամանակ Թուրքիայի դեմ։ Ուզում եմ խոսենք նաև Ռումինիայից։ Ռումինիայում պրոեվրոպական
ուժերը տապալվեցին խորհրդարանի անվստահության քվեից հետո եւ վերլուծաբանները նշում են, որ սա կապված է ոչ միայն այդ սոցիալ-տնտեսական թեմաների հետ, այլև հենց բուն քաղաքական նպատակ ունի, որովհետեւ կարծես թե աճում են այդ եվրոպական աճ պոպուլիստական տրամադրությունները, սա ինչպես կազդի արդեն եվրոպական քաղաքականության վրա եւ նաեւ ինչ ազդեցություն կունենա այն երկրների վրա, որոնք փորձում են մուտք գործել Եվրոպա, օրինակ Հայաստանի համար, որովհետեւ կարծես թե արդեն մի քանի երկրներում Եվրոպայից հետ են քաշվում, որոշները փորձում են դեպի Եվրոպա գնալ, այս կշեռքի նժարի վրա, երբ որ երկու կողմերը կան, ինչ ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի վրա, ով փորձում է դեպի Եվրոպա գնալ։ Նախ ուզում եմ ասել, է ձեր ձևակերպում, որ Հայաստանը փորձում է դեպի Եվրոպա գնալ, համաձայն չեմ, որտեղ Հայաստանը դեպի Եվրոպա գնալ ոչ մի քայլ չի արել։ Բացի Նիկոլ Փաշինյանի մի քանի հարցազրույցներից, որտեղ երբ որ դու Եվրոպա ես գնում, նախ պիտի դուրս գաս այն կառույցներին, որոնք ոչին դոտում են, այդ կառույցների անդամ ես, կամ գոնե հայտ պիտի պաշտոնապես ներկայացնես։ Եթե ես ուզում եմ ընդունվել մի ակումբ, չէ, գոնե գնում եմ, ասում եմ ես ուզում եմ ընդունվել մի ակումբ, ինչ որ դիմում եմ ստորագրում եւ այլն, ոչինչ չի արված։ Հա, խոսակցության մակարդակով կա, բայց այդ խոսակցության մակարդակը այսօր կա, վաղը չկա եւ այլն, մենք հետեւաբար այդ ամբողջը խոսակցության մակարդակը Հայաստանի պարագային։ Իդեպ ասեմ, Թուրքիան դեռևս 1963 թվականին պայմանագիր ստորագրած ունի այն ժամանակ Եվրոմիություն էլ չէր, նրանց հետ այդ անդամակցության, իսկ 70, կարծեմ 86 էլ տեխնացուի կարգավիճակ ունի։ Բայց ինչպես տեսնում եք, դե տասնամյակներ ա տևում։ Հայաստանը Եվրոմիության անդամ չի կարող դառնալ դեռ առաջակ 20 տարին։ Առնվազն 20 տարին։ Հիմա գանք Ռումինիային։ Ես Ռումինիայում աշխատել եմ 2 տարի մեր դեսպանատանը 95-ից 97 թվականին թվերները, որ Ռումինիան այո իսկապես ուզում էր գնալ Եվրոպա, ողջավորություն կար, ինչն է ընդհանրապես սխալը։ Բոլոր մարդկանց մեծ ակնկալիքները։ Գիտեք, երբ որ քո ակնկալիքները չափազանց ավելի են, քան իրականությունն, անգամ ստանալով ինչ որ դրական արդյունքներ, դու հիասթափվում ես, որովհետև քո ակնկալիքները շատ է։ Մեր մոտ էլ չափազանցված ակնկալիքներ կա Եվրոպայի նկատմամբ, չգիտեմ, սպասում են, որ իրանք նստելու են բազմոցին, բան չանեն, եվրոպացիք բերելու են իրանք կերակրել կամ ասում են, բա ինչի Ամերիկան թողեց, որ Արցախը գրավեն։ Ասենք, ասեմ, թե Ամերիկան գար կռվեր մեր համար կամ մեր փոխարեն։ Չէ, ձև չի լինում։ Հիմա Ռումինիայում հսկայական աշխատանքներ են ժամանակ կատարվում, այդ Չաուշեսկուից հետո չմոռանանք, որ Չաուշեսկուն դա մի իսկապես բռնապետ էր, եւ ժողովուրդը ակնկալում էր, որ մտնի Եվրոպա, ամեն ինչ լավ կլինի, բայց մտան եւ տեսան, որ որոշակի խնդիրներ կա, բայց ես վերջի անգամ 2015-ին եմ եղել Ռումինիայում, այսինքն մի 10-20 տարվա այնտեղ բավական երկար ընդմիջումից հետո, եւ ես կարող եմ ասեմ, որ Եվրոպայի անդամակցությունը մեծ դրական լավ փոփոխություններ էր բերել Ռումինիային, բայց այդ փոփոխություններով հանդերձ խնդիրներ կա, ինքը որպես գյուղատնտեսական երկիր այնտեղ գյուղմթերքի իրացման խնդիրներ կար եւ այլն։ Հիմա նույնը Հայաստան, այո, մենք դի գնանք դեպի Եվրոպա, ոչ անդամակցություն չենք կարա, բայց գոնե ինչ որ այսպես ասոցիացիան քաղաքական տնտեսական, որովհետեւ եթե մենք դա հայտարարում ենք, քայլ չենք անում, ստացվում է մենք օգուտ չունենք, որովհետեւ չենք արել քայլ եւ բնականաբար ոչ բան չէ, բայց ռուսներին մեր դեմ ենք անել։ Հենց ձեր նշած Պուտինի ելույթները, բան որ գնաց։ Այո, վերջերս ելույթ ունեցա, որ մտածեք տնտեսական հարաբերությունները, ասեց, մենակ այդ չէ, ինքը ասեց ճիշտ է, մեր տնտեսական առևտրաշրջանառությունը փոքրացել է, բանական նախորդ տարի, բայց ելի մի 10 միլիարդ կա, որը կազմում է, չգիտեմ, Հայաստանի առևտրի 40%-ը, ես ինչ որ բաներ ասեց, երբ որ դու հիշատակում ես դա, դու սպառնում ես, էլի, չէ, որ ասում ես այսպես կլինի բանը։ Հիմա հարցը ուղղությունը չի, այսինքն ուղղությունը ես գնում, բնական է Եվրոպան անհամեմատ ավելի նախընտրելի տարբերիկ կա Հայաստանի համար, քան, չգիտեմ, այլ բռնապետական երկրներ, բայց հարցը հետեւյալն է, իսկ ինչ ես անում, դու ինչքանով ես պատրաստ։ Մենք հիմա Հայաստանում ակնհայտ է, որ եւ ժողովրդավարության առումով եւ խոսքի ազատության առումով նահանջ Հայաստանն ապրում տարեստարի եւ ասեմ, որ ընտրություններից հետո անկախ ընտրությունների ելքից ով էլ լինի, Նիկոլ Փաշինյանը կլուրիշ էտի էլի հետընթացը շարունակվելու է։ Հետընթացը շարունակվելու է ցավոք սրտի եւ Հայաստանը գնալու ավելի ավտորիտարիզմի, ավելի խոսքի սահմանափակման եւ որը արելու օրենքով սիրուն փաթեթավորված։ Այսինքն ասեն դե օրենքի պահանջն է դա, այսինքն կարծեք թե օրենքը իրենք չեն ընդունում, օրենքը աստծուցա գալի չէ, իրանք ընդունելու են օրենքը այն էլ աննկատ ձևով։
աննկատ ձևով եւ դա սահմանափակելու են։ Հետևաբար հիմա այսպես ասենք, աճ ուժերի, աճ ազգայնական ուժերի աճը Եվրոպայում, օրինակ Ռումինիայի պարագայում էլ կարող ենք ասենք հետեւյալը, որ Ռումինիան մեծ արտագաղթ ունեցավ, գնացին եւ շատերը հիասթափված եկան, որովհետեւ աշխատանք չարել այդքան հեշտ չի Եվրոպայում, եթե դու որակյալ մասնագետ չես, դա ուրիշ հարց է։ Գումարած Եվրոպան այսօր թևակողել է դեմոգրաֆիկ, ժողովրդագրական ճգնաժամի մեջ, հիմնականում աֆրիկացիների եւ մերձավորացիների գաղթալների պատճառով եւ շատ եվրոպական քաղաքներ այսօր պակաս եվրոպական են, քան շատ ասենք նույն ռումինական քաղաքները, դրա համար այդ հիասթափությունը կա, այնպես որ այսպես ասենք աշխարհը մեծ անորոշությունների առջև է կանգնած, բայց ես կարծում եմ, որ ամենամեծ ճգնաժամը լինելու է Միջին Արևելքում, Թուրքիայի շուրջ, Իսրայելի շուրջ, դրա մասին բազմից անգամ խոսել ենք, որտեղ Եվրոպան իր դերակատարությունն ունենալու, բայց որպես ացանցիալ, հիմնական դերակատարն ունենա Միացյալ Նահանգները, եւ Միացյալ Նահանգները վերահաստատում են իրենց գերիշխանությունը ամբողջ աշխարհում։ Ցավոք մեր ժամանակը սպառվում է, բայց կուզեմ մի փոքր նաև անդրադարձ կատարենք ռուս-ուկրաինական պատերազմին, որովհետև վերջերս կարծես թե դիվանագիտական մակարդակով փորձում են ինչ-որ մի քայլեր ձեռնարկել այդ գերիների փոխանակում, նույնիսկ հրադադար մայիսի 9-ի կապակցությամբ, եւ արդյոք ու թեպետ այս ամենին զուգահեռ այդ ուժի կիրառումը դեռ ետ չի մղվում։ Արդյոք նրանք փորձում են քիչ-քիչ գնալ դեպի դիվանագիտական լուծման եւ ի վերջո կստացվի թե ոչ։ Եթե դեռ այս ուժի կիրառումը շարունակվում է։ Չի ստացվի, որովհետև Պուտինին դա պետք չի, որովհետև հենց որ ոնց որ ասած ինչ որ խաղաղություն բան եղավ, այնտեղ մեծ հարցեր առաջանալու, մեկ, նաև ուկրաինացիներին պետք չի, որովհետև ես նոր նշեցի Զագրեբից եմ եկել, այնտեղ հանդիպեցին ուկրաինական տարբեր պատվիրակություններ կար, այդ ու նաև Տիմոշենկոն էր նախկին վարչապետը, մենք խոսացինք, ինքը ասում է այդ պահանջները, որ մեր առջև դրվում է Ռուսաստանը, որ բացի այն ինչ որ գրավել եմ ինձ, նաև տվյալ մարզերը ամբողջությամբ մեզ համար անընդունելի է։ Հիմա քանի որ Ուկրաինան նաև նոր զինատեսակներ է սկսել արտադրել, այնտեղ մի հատ ոգևորություն կա, որ հեսա ամառը, երբ որ էս նոր ֆլամինգո եւ այլ, այսինքն նոր հրթիռները, որոնք հայտարարված տվյալներով իսկապես շատ լավն են, իրականությունը չգիտենք դեռ ինչպիսին է, եթե այդպիսին են, նրանք կարող են բեկում մտցնել պատերազմի մեջ եւ կարծես թե Ուկրաինան այս պատերազմում, այս փուլում ավելի շատ, կարծես թե ոչ թե թիրախնդրել է տարածքները, այլ ավելի շատ մարդկային կորուստների վրա է կենտրոնացել։ Փորձում է ավելի շատ Ռուսաստանին մարդկային կորուստներով թույլաtsնել, այսպես ասած։ Չէ, մարդկային կորուստները չի, այսպես ասած թիկունքային ապահովության ոչնչացնում, այսինքն բուն թիրախը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական կոմպլեքսն է, այսինքն զենք արտադրողները, բան, եթե այդ գործարաններն են խփում եւ նավթագազային համակարգ, այսինքն այդ ինֆրաստրուկտուրան ենթակառուցվածքը տոապսեի, այսինքն արտահանման այդ նավթը, բան, այսինքն եթե նկատում եք, հիմնականում դրանց են խփում։ Բնականաբար ռազմաճակատի գծում զինվորներն էլ են սպանում, այդ կա, բայց բոլորը լավ են հասկանում, այսինքն հիմա 5000 զինվոր կամ 10000 զինվոր ավել կամ պակաս կսպանես, դա պատերազմի ելքի վրա ազդեցություն չունի, թեև դա ողբերգություն է, բայց մեծ առումով չէ։ Բայց եթե դու օրինակի համար տոապսեի նավթի, չգիտեմ, արտահանման այդ ամբողջ կառույց տոապսեն ինքը խորը նավ հանգիստ էր եւ մեծ նավերին ոչնչացնես, նշանակում է Ռուսաստանի եկամուտը էապես կկրճատվի, կամ ինչ որ մի հատ գործարան Կազանում կամ մինչև համարյա Ուրալ կարողացել են խփել ոչնչացնես, քիչ հրթիռ կունենան։ Ու ես իսկապես լսում էի իրենց վերլուծաբաններին, իրենց որոշումն է, այսինքն ոչ թե առաջնագծում ոչնչացնել, որտեղ առաջնագծում դժվար է, այլ արտադրողներին ոչնչացնել, արտադրողականությունը կրճատել, որպեսզի բանակ ունենա ամեն ինչի պակաս։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը, եթերում դիվանագետ Արա Պապյանի մոտուց Վիվենդի հեղինակային հաղորդումներ։ Ես Գայա Ասոյանն եմ, կհանդիպենք։